Չինովնիկ, դեռ խորհրդային շրջանից հայերիս մեջ արմատավորված այս տերմինը սովորաբար բացասական էմոցիաներ է առաջացնում։ Ինչպիսին է երևանյան ներկա հասարակության վերաբերմունքը չինովնիկական ժամանակակից կաստայի նկատմամբ, ում չեն սիրում։ Մեր նկարանող խումբը ճշտել է տրամադրությունները երևանյան փողոցներում։ Այն, որ հայերս իշխանություն չսիրող ժողովուրդ ենք, մանավանդ կենցաղային, առօրյա ու թաղային մակարդակում հայտնի է վաղուց, սակայն կարծես թե այդ կարծրատիպը կոտրվելու նախանշաններ է նկատվում։ Ամենայն դեպս Երևանի փողոցներում մեր հարցմանը մասնակցածների մեծ մասն առնվազն ոչ թշնամաբար էր տրամադրված տեղական մակարդակի չինովնիկ կոչվող շերտի նկատմամբ։ Առնչություն չի եղել շփվելու, դրա համար չեմ կարող պատասխանել։ Ես այնքան բոլորի հետ լավ եմ, որ ոչ ոք իմ հետ պատճ չի։ Ես չեմ կարող ասել, որ նա վատ, որ նա լավ։ Որ ասես ինչ որ մեկի նկատմամբ վատ է տրամադրված, ասես դա մի բան չի։ Ինչ որ անձնական շահերից մտածելով, որ ինձ համար վատ է կյանքը, ուրեմն ես պիտի այդ մարդին փնովեմ։ Բոլորները ինձ համար լավ են, ով որ շնորհքում է ապրում, ինչ անես։ Ես բոլորին շատ սիրում եմ։ Ինչի դժգոհ եմ, ապրում ենք էլի։ Չեմ կարող պատասխանել, ճիշտ ասած, ինչ որ չսիրած մարդ չունեմ, որ ասեմ ինչ որ չինովնիկ բան։ Բոլորն էլ լավ են ինձ համար։ Все в порядке у меня, нормально. Можно жить, можно работать. Если вам жалуются, это частные случаи, мне так кажется. А в целом все нормально. Բոլորն են լավ են իրենց շերտին, եթե լավ ավելի լավ աշխատեն, աշխատում են, աստիճանաբար գնում դեպի լավը։ Ես բոլորին հարգանքով եմ վերաբերում, չգիտեմ։ Պատասխանների նման երանգը կարելի է բացատրել ոչ այնքան խնդիրների բացակայությամբ, որքան հայերիս բնորոշ քրիստոնեական ներողամտությամբ։ Ուշագրավ է, բայց շուկայական վազքի այս դարաշրջանում մեզանում դեռ պահպանվել է այդ հատկությունը։ Իհարկե, երբեմն խնդիրների առատությունը մոռացնել է տալիս ներողամտության մասին։ Այնց բան չկա, բայց գիտեմ, որ Հայաստանում կոռուպցիան շատ մեծ է, անտանելի մեծ է, եւ եթե մենք ուզում ենք զարգանանք, պետք է այդ կոռուպցիան վերացնենք։ Հայաստանում շատ շրջիկներ կան, բայց ժողովրդյանավոր ուզածին քիչ լավ բանն։ Բոլորը նույն խնդիրները մեր մոտ ինչ կա, իրանց ասում ենք ռեակցիա չկա։ Հիմա մեր շենքի բակը կեսը մաքուր է, կեսը ասենք կեղտոտ է։ Երկու պատիես վերցրել են մասնավոր հավաքարարներ մաքրում են, իսկ որը որ նշանակված է ջեքի կողմից, նա չի երևում։ Բոլորն էլ մեկ են, չինովնիկների տարբերությունը որն է։ Քաղաքապետարանն է երևի, որ լավ ուշադրություն չի դարձնում վարկերի, քաղաքի, շենքի, կարգավորման, ռեմոնտին, դա հիմնականը դա է, որ բացող վիճակը է։ Բայց սիրած չինովնիկ կա, որ չսիրված լինի։ Հարցրեք սիրվածը որն է։ Вообще ոչ մի սիրված չինովնիկ չկա։ Եթե երկու թվից վարչիկ աշխատեի, գազ էլեկտրոս վարչիկ։ Ինձ 5 տարեկան կնատի թոշակի։ Հիմա 23,000 թոշակ են տալիս։ Ես եմ մեղավորը։ ԺԿ ղեկավարը, որ անտարբերության է մատնել ամբողջ իր թաղամասը, նույնիսկ եկեք մեր մուտքը նայեք ինչ վիճակի է, բերեցին ապակիներ գցելու փոխարեն մուտքի ապակիներ, ցելոֆանները կպցրեցին ու ցելոֆանները մեխով մեխեցին, որ մի հատ քամին տվեց, այդ մեխից օգվեց դուրս եկավ, այդն ծանվորակ գործեր են անում։ Մեր հասախույզի մասնակիցներից միայն մեկն էր, որ չինովնիկ բառը լսելով մտովի դուրս եկավ իր թաղամասի սահմաններից։ Ինքնուս քաղաքական վերլուծաբանի մտքի թռիչքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Այս աշխարհում մարդկային ղեկավարությունը ասել ապրում են նշանակմա խելք չունենա։ Եթե մարդը պետք է հասկանա, որ ղեկավարը ընտրված է պետք է ընդհարվել, նա ով հիմա թշնամությունը իբրև ընդդիմություն է հանդես գալիս, բայց ոչ թե ընդդիմություն է, այլ թշնամություն է։ Ընդդիմությունը նա է, որ այսօր նայի ղեկավարին թերություններն ացի, որպես մեկ հոգուտ քաղաք։ Արկադի Գրիգորյան, Արթուր Ունանյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Արհեստավորը մինչև օրվա կեսն է քաղցած մնում, ժողովրդական ասացվածքը բազմից է ապացուցել իր ճշմարտացիությունը։ Սա գիտակցում է նաև երևանաբնակ Վարդան Աբրահամյանը, ով 16 տարի է ինչ զբաղվում է կոշկակարությամբ։ Ինչպես է անցնում կոշկակարի օրը և ովքեր են նրա հաճախորդները։ Հարցեր, որոնց պատասխանները տվել է հենց ինքը, վարպետը։
Յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է սեր եւ նվիրվածություն գործի հանդեպ։ Այդ ժամանակ կատարած աշխատանքի մեջ հաջողությունն անխուսափելի է։ Վարդան Աբրահամյանը 16 տարի այն զբաղվում է կոշկակարությամբ։ Գոհ է իր աշխատանքից եւ ասում, որ օրը շատ հետաքրքիր է անցնում, հատկապես երբ հաճախորդներն իրենից գոհունակությամբ են հեռանում։ 94 թվականից արդեն իշխան անում, 16 տարի գործիչերին երբեք չենք աշխատի։ Բնական է։ Գործել, մեկ շատ ալնում, մեկ քիչ ալնում։ Դեպի բան անես, գործանես, որ գործը գործ բերի էլի, որ վատ գործանես, ով մյուս անգամ կբերի, տես չի։ Որքան մարդ, այդքան էլ բնավորություն պետք է կարողանալ լեզու գտնել բոլորի հետ, ասում է կոշկակարը եւ ապա ավելացնում։ Տարբեր մարդկային, տարբեր բնավորության պետք է հետները լեզու գտնես, աշխատես։ Ասենք ես կարող չէ, որ բերեն գործը տան, խոսքի ասեմ մի ժամից արիտար, որ դա նորերով մնա էլի, որ գալիս են էլը ես ավելի շուտ եմ սարկացել եմ մինչև իրանց գալը։ Ասենք տեղտա օրերով մնում է բան, դաժե եղել է, որ ուրիշտեղից վեգալ են գործը բերել են իմ մոտ, ասենք տվել են 2-3 օր չի սարքել։ Վարդան Աբրահամյանի երկու աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան դպրոցական է։ Իր ստացած եկամուտը քիչ թե շատ բավականացնում է ընտանիքի կարիքները հոգալու համար։ Չնայած նշում է, որ երբ ձյուն է գալիս, հաճախորդների թիվն ավելանում է։ Խոսի գալը ասում են, «Էզի խփի», ասում եմ, «Խփեմ», ինքեթում ես բանը խփեմ, պլաստմասա եմ խփեմ, որ երկար հատնի։ Իսկ որ ասեմ բանը, պլաստմասա եմ խփում, ասում չէ, ասում չէ։ Դրսում աշխատանք առաջարկելու դեպքում կթողնի արդյոք իր գործն ու հեռանա հայրենիքից։ Ասենք ամուսնուստի $100 առնի, սա ավելի լավ է, քան սետամունգը $1000 առնի։ Դրսը շատ ես առնում, շատ ես ծախսել, ուստի քիչ ես առնում, էլի քիչ ես ծախսում։ Կարևորն է, որ դու քո գլուխը պահում ես, էտա։ Դու չես կարող մի տարի աշխատես, մեր ջիպ առնես։ Հայրենասեր կոշկակարն իր սեփական վերլուծություններն է անում ինչպես Հայաստանի, այնպես էլ խոշոր պետությունների վարած քաղաքականության շուրջ։ Հիմա Օբաման որ հելավ բան ուրիշ եղավ, էլի նորից էլի տես խոստումներ պետք է տա, էլի հավատա։ Նրանց նստում են 100%։ Թաղում բոլորը ճանաչում եւ հարգում են կոշկակար Վարդանին եւ գիտեն, ինչ հարցով էլ դիմեն, անպայման կօգնի նրանց։ Սա նաեւ խոսում է կոշկակարի կատարած լավ աշխատանքի եւ մարդկային բարձր հատկանիշների մասին։ Ամանորից առաջ, երբ խոզի գրիպի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական դպրոցներում պարապմունքները դադարեցնելու որոշում կայացվեց, ժամանակավորապես փակվեցին նաև մանկապարտեզները։ Եվ եթե դպրոցներում դասերը վերսկսվեցին արդեն հունվարի 11-ից, ապա փոքրիկները մանկապարտեզ սկսել են հաճախել միայն այսօրվանից։ Արաբկիր համայնքի երկու պատահական մանկապարտեզներ մեր այցի ընթացքում երեխաների որոշ մասն էր եկել մանկապարտեզ։ Թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Լուսինե Դարփինյանի փոխանցմամբ 148 երեխայից առաջին օրը հաճախել է 45-ը։ Տնօրենն ասում է, որ ծնողները պարտադիր պետք է ներկայացնեն շրջապատի թուղթ, ինչը կհավաստի երեխայի առողջ լինելու հանգամանքը։ Թիվ 8 մանկապարտեզում 4 խումբ է գործում։ Փոքրիկներին հեքիաթային ու ջերմ մթնոլորտում ընդունելու համար մանկավարժները օրեր առաջ են սկսել նախապատրաստվել։ Մանկապարտեզը ջեռուցել սկսել են նախօրեից, որպեսզի սենյակները տաք լինեն։ Զանգահարվել է յուրաքանչյուր ծնողի, ճշտվել է։ Ուղղակի այսօր մենք ունենք 45 երեխա, դա կապված է, ասում եմ, զուտ շրջապատի թղթերի հետ։ Իսկ ջերմաստիճանը ապահով է, ծնողները եկել են, տեսել են, ամեն ինչ երևում է նորմալ է, արդեն պիտի աշխատենք։ Հարկադրված այս պարապորտը թերևս ամենից շատ դուր էր եկել երեխաներին։ Ազատ գրաֆիկով իրենց օրը տնօրինած փոքրիկները ժամանակը զուր չեն վատնել։ Համակարգիչ են խաղացել, մուլտֆիլմեր նայել ու նույնիսկ հասցրել մեկ օր տեղացած ձյան ժամանակ ձնագնդի խաղալ։ Գնացել են, դուրս խաղացել են, մայրիկիս հետ իջել են կամպյուտերում խաղացել։ Այդտեղ ռուսերեն կամպյուտերը, սենց բաները նկարները գնում ես ու սխմում են ինչ-որ կանդեղ, ասում են ռուսերեն ու սխմում են։ Ես պապայիս հետ տարերն եմ գրել, մամայիս հետ, ապերիկիս հետ իջել եմ դուրս ձնագնդիկ եմ խաղացել։ Մեր ով էր կարոտել մանկապարտեզը հարցին փոքրիկներն անմիջապես ձեռք բարձրացրին։ Վգայի եմ կետնից հետ խաղայի։ Տոնը պետք է նստել մենակ մուտիկ նայել, մուտիկ։ Նրանցից ոմանց սակայն տանը մնալ օրինակ դուր էր եկել։ Լավ է տրանսֆորմերներով խաղում էի, համի մուտիկ էի նայում։ Թիվ 11 մանկապարտեզի 8 խմբում էլ կա 324 երեխա։ Չհաճախողների թիվն այսօր մեծ էր։ Տնօրենը դա հիմնավորեց տեղեկանքների բացակայությամբ։ Այս մանկապարտեզը եւս ջեռուցվում էր։ Տեղեկանքներ չլինելու պատճառով մի քանիսին հետ ենք տվել։ Մոտ 20 երեխա։
ջերմաստիճանը նորմալ է 18-ից 20 աստիճան խմբասենյակներում։ Մայրաքաղաքի 162 մանկապարտեզներն այսօրվանից անցել են աշխատանքի բնականon հունի։